Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սկզբում Սյունիքի խնայածախն էր, անցած եւ այս ամսվա ընթացքում գրեթե ամեն օր ադրբեջանական զինված ուժերից կրակահերթեր են արձակվում հայկական գյուղի ուղղությամբ։ Զրույցում խնայածախի ղեկավարն հաստատում է, որ այո, կրակել են նույնիսկ վնասված տներ կան, գյուղացիների գույքն է վնասվել։ Ադրբեջանական դիրքերին ամենամոտը գտնվող խնայածաղցիները գրեթե ամեն գիշեր են լսում կրակոցների ձայներ։ Ադրբեջանական զինուժը անկանոն կրակում է։ Կրակոցի ձայներ լսվել են 3 գիշերը։ Մի քանի հատ լսվում են այստեղ։ Վերջ անգամ երբ են կրակել։ Այս գիշեր։ Եղել է որ տների վրա կրակեն վնասվածքներ լինի։ Ունենք մի քանի հատ տենց դեպքեր։ Պատուհանների վրա, կտուրների, տենց մեր 3 հատ դեպք ունենք։ Սյունիքից հակառակորդի կրակի ուղղությունն այս օրերին նաև Տավուշի մարզ տեղափոխվեց։ Մովսեսիներն են անհանգիստ գիշերներ անցկացնում։ Գլուխները բարձին չդրած կրակոց է, որ լսում են։ Բերդ խոշորացած համայնքի եւ Մովսես վարչական շրջանի ղեկավարների հետ զրուցեցինք, նրանք էլ հաստատեցին կրակոցներ եղել են։ Բնակիչներից այդպես ոչ տարերային տարբեր կարծիքներով ոչ տարերային կրակոցներ ա հնչեցվել։ Այդպես մի քանի անկանոն ասեցին կրակոցներ։ Ասեցին չենք իմանում կրակոցի ձայներ լսում ենք, բայց չգիտենք որի ինչի որտեղի վրա է ինչա։ Բարբերաբար ես հսկողությունս կուժեղացնեմ, թե պետք է, թե փաստ կա, իսկապես քինամ ես էլ նայեմ տեսնեմ ու ոնց որ պետք է արձանագրենք։ Ես գյուղում չեմ եղել, լսվել է պաշտպանության նախարարությունն հրապարակել է։ Ինչքան կա, այդքան էլ հրապարակել է։ Կրակոցի ձայներ գյուղում լսվում է գիշերները։ Իհարկե։ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ, հրադադարի ինտենսիվ, էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Ադրբեջանական կողմը կրակում է ու միևնույն ժամանակ ապատեղեկություն տարածում կրակելու համար մեղադրելով հայկական կողմին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հերքում է այդ լուրերը։ Ադրբեջանական զինված ուժերի հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներին արձագանքելով Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները համարում են, որ այդ կրակոցների նպատակներից մեկը հանրային անդորը խաթարելն է։ Հանրությանն էլ լրատվամիջոցներին էլ հորդորում խուճապ չտարածել։ Այս ֆոնին մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում հանդես է եկել ելույթով, հայտարարել, թե աշխարհաքաղաքական լարվածության եւ անորոշության ներկա միջավայրում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ բարօրության առաջմղմանը։ Ինչպես գիտեք, Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել եւ վերջնականացվել է։ Ուշագրավ է, որ այսօրվա նախարարական որոշումներից մեկով կրկին արձանագրվում է այս կարևոր հանգրվանը եւ պայմանագրի շուտափույթ ստորագրման եւ վավերացման կոչ է արվում։ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ընթանալ այդ ճանապարհով առանց որևէ հապաղման։ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Նոր պատժամիջոցն ուղղված է Ռուսաստանի ստվերային նավթային նավատորմի գործունեության դեմ։ Եվրոպան սպառնում է շարունակել պատժամիջոցները, եթե Մոսկվան չհամաձայնվի Ուկրաինայում հաստատվելիք հրադադարին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոփանիին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել գործակցությանը էներգետիկ եւ առևտրատնտեսական ոլորտներում։ Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Ուկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2024 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները, ասել է Մակրոնը։ Պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, հավելել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առանց Պուտինի համաձայնության անհնար է ուկրաինական հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ասել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիտքոֆը։ Նա ընդգծել է, որ Թրամփը վերջնագրի տեսքով պնդում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա կարգավորման գործընթացից։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական թեմաներն են 5 շրջանները, որից 2-ը Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ են, 3-ը խառը, ներկայումս փակ Զապորոժիայի ատոմակայանի շահագործումը եւ Ուկրաինայի դեպի Դնեպր գետ եւ Սև ծով ելքը, ասել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիտքոֆը։ Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, չնայած միջուկային համաձայնագրի շուրջ շարունակվող անուղղակի բանակցություններին, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Պատժամիջոցները կիրառվել են 3 անհատի եւ 1 կազմակերպության նկատմամբ։ Դրանք կապված են Իրանի պաշտպանության հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության հետ, որը մինչեւ 2004 թվականը Իրանի միջուկային զենքի ծրագրի անմիջական իրավահաջորդն էր։
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին։ Միաժամանակ նա կասկածում է, որ Ուկրաինան պատրաստ է գործարքի գնալ Վլադիմիր Պուտինի հետ եւ Զելենսկիին կոչ է արել հենց հիմա հանդիպել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Թուրքիայում կայանալիք բանակցությունները կօգնեն որոշել արդյոք հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-ից 16-ը կայցելի Թուրքիա մասնակցելու ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը, քննարկելու դաշինքի անվտանգության առաջնահերթությունները։ Ուկրաինական կարգավորումը գերատեսչությունում անվանել են առաջիկա հանդիպման թեմաներից մեկը։ Անտարային խոշոր հրդեհներ Ամուրի մարզում ծխածածկույթի տակ է հայտնվել Ցիոլկովսկի քաղաքը, կրակը մոտեցել է բնակելի տներին։ Հրդեհն ընդգրկել է ավելի քան 3000 հեկտար տարածք, ճանապարհների երկայնքով եւ բնակավայրերի շուրջ այրվել են հազարավոր ծառեր։ Իրավիճակը բարդացրել է մոլեգնող քամին, բայց քաղաքին վտանգ չի սպառնում։ Որոշ երեխաներ իրենց լավագույն շահից ելներով հնարավոր է առաջին դասարան ընդունվեն 7 տարին լրանալու դեպքում։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Արգելի ծնողներ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի առնելով երեխաների կրթության զարգացման առանձնատուկ պայմանների կարիքը եւ դրանից կախված որոշ երեխաների մասով իրենց լավագույն շահից ելնելով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում։ Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որը կտեղադրվի դրավ թարթակում ներկայացնելով ձեր դիտարկումները, գրել է Անդրեասյանը։ Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց 3 տարիի ազատազրկման նակալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։ Որոշումից հետո դատարան շտապօգնություն են կանչել, քանի որ Բադոյանի ինքնազգացողությունը վատացել է։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո դատախազության կողմից վերաքննիչ բողոք կներկայացվի։ Ինչու են ազգային ժողովի իշխանական թևի падգամավորներն ամեն անգամ հեգնանքով, կամահրանքով արձագանքում ընդդիմադիրներին, երբ խոսքը գնում է Արցախի սահմանազատման գործընթացի մասին։ Իշխանության ներկայացուցիչների բացատրությունն այսպիսին է, ընդդիմությունն այս մասին խոսում է, քանի որ ունեցվածքը պահելու խնդիր ունի։ Ունեցվածքը պահելու համար կամ պիտի խելոք վերընկնես տեղդ, փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կամ պիտի ամեն ինչ վաճառես, թողնես գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ մյուսն ենք արել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորներին դուր չի եկել նաև մինչև Մոսկվա մեկնելը Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմադիրների միջև բանավեճը, միմյանց վիրավորելը։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ուշադրի լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Ընդդիմադիր падգամավորին արձագանքեց ԱԺՊ նախագահը Հակոբ Արշակյանը ամբյոնից ցած իջավ արտահերթ ելույթի համար։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը էլ դու ճանաչի, արա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում, արա Լևոն։ Հանգստացի մի հատ։ Ներտեղ դուրս արի ստեղից էլ։ Էսի ձևը, էսի լկտիությունը։ Դահլիճում իրավիճակը լարվեց, ընդդիմադիր եւ իշխանական թևերը սկսեցին միմյանց քաշքշել, ընթացքում էլ հայհոյել։ Ամբյոնի մոտ գտնվող Արշակյանին չէր հաջողվում падգամավորներին հանդարտեցնել։ Հայաստան խմբակցության падգամավորը հեռացավ նիստերի դահլիճից։ Հետո խորհրդարանը շարունակեց քննարկել օրակարգային հարցեր։ Լրատվամիջոցները փորձեցին մեկնաբանություն ստանալ Հայաստան խմբակցության падգամավորներից, թե ինչու կրքերն այդքան թեժացան նիստերի դահլիճում։ Խմբակցությունից Գեղամ Մանուկյանն արձագանքեց, թե իշխանություններն իրենց այդպես են պահում, քանի որ կոռուպցիայի մեջ են թաթախված եւ հողը նրանց ոտքերի տակից փախչում է։ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին գնահատական տվեց նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, հայտնելով, թե տեղի ունեցածը խորհրդարանական երկրին հարիր վարքագիծ չէ։ Շատ ցավալի է, որ մենք պարլամենտում կարող ենք ունենալ նման միջադեպեր։ Մանասյանի հորդորն է անել ամեն ինչ նմանատիպ երևույթներից խուսափելու համար։ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի սելավը հանկարծակի է բերել բնակիչներին 20 տարվա ընթացքում Արարատի մարզի բնակիչները նման սելավ չեն հիշում։ Հայաստանում տեղումները մի շարք անհարմարություններ են ստեղծել հատկապես մարզերում հորդարատ անձրևի հետևանքով Արտաշատի մի քանի գյուղում այգիները ջրածածկ են եղել։
Մայիսի 14-ին Հոնդան ազատավան բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին ու շրջվել։ Վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու փրկարար ծառայության Արտաշատի Ըրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները եւ պատգարակով մոտեցրել ավտոմեքենային, այդ մասին նշում են դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նաեւ հենց իրենք են փրկարարների հետ օգնության հասել վիրավորներին։ Դարձյալ մայիսի 14-ին Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են Արծվաբերդի առողջության կենտրոնի շտապօգնությունն ու Նիսանը։ 4 հոգի, այդ թվում շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Բերդ բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Բերդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները։ Մայիսի 14-ին Կողբացի 2 աշենքի դիմաց էլ ծառի ճյուղը պոկվել ու ընկել է 22-ամյա Նարեկ Աբրահամյանի Toyota Camry-ի վրա։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ըրշեջ փրկարարական ջոկատի ըրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Դարձյալ մայիսի 14-ին Աշոց Գյումրի ճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ Volvo բեռնատարի բեռնախցիկը պոկվել ու ընկել է։ Ներսում 4 մեքենա է եղել։ Օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Աշոցքի Ըրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Եվ մայրաքաղաքում նորից Chevrolet Volt են թալանել։ Նոր-Նորքի Մարի փողոցի 4-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս է նկատել, որ իր մեքենայից անհայտ անձը կամ անձին գողացել են թափարգել լուսարձակները եւ այլ դետալներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի մասին քաղաքացին ահազանգել է ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր-Նորքի բաժին, որտեղից ժամանել է ոստիկանների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են դեպքը